Բավարարությունը, որ հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսում է, դա իրականության հետ որևէ կապ չունի եւ դա ֆիզիկապես նաեւ անհնար է։ Հակակոռուպցիոն կոմիտեն ունի օպերատիվ ստորաբաժանումներ եւ այդ օպերատիվ ստորաբաժանումներում աշխատում են օպերատիվ աշխատակիցներ, ովքեր հանրապետության տարբեր շրջաններից ստանում են օպերատիվ տվյալներ ենթադրյալ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների վերաբերյալ։ Այդ տվյալները զեկուցում են վերադասության կարգով եւ ըստ վերադասության արդեն որոշվում է, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացնեն, որպեսզի ստուգվեն օպերատիվ աշխատակցի կողմից ներկայացված տվյալները։ Բնականաբար օրենքը մեզ թույլ է տալիս, որ մենք իրականացնենք նաեւ գաղտնի միջոցառումներ, այդ թվում այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, ներքին դիտում, արտաքին դիտում եւ դրա համար, եթե թույլ տաք շարունակեմ, ձեր հարցի պատասխանը կստանաք։ Եվ դրա համար օրենսդրությամբ հստակ նախատեսված կարգավորումներ կան, թե որ դեպքերում է, որ օպերատիվ աշխատակիցը դիմում է դատարան, որպեսզի համապատասխան թույլտվություն ստանա։ Եվ մի շարք դեպքերում այդ թվում նաև հեռախոսային խոսակցությունների վերահսկման, ներքին դիտման, տեխնիկական միջոցների կիրառման, արտաքին դիտում միջոցառում իրականացնելու համար օպերատիվ մարմնի ղեկավարը համապատասխան միջնորդություն է ներկայացնում առաջին այցանի դատարան, դատարանը քննարկում է այդ միջնորդությունը եւ եթե որոշում է կայացնում, որ պետք է բավարարի միջնորդությունը, ապա բավարարելուց անմիջապես հետո սկսում են միջոցառումների իրականացումը։ Եվ ես ես հավաստիացնում եմ, որ մենք չունենք որևէ միջոցառում, այդ թվում այդ հրապարակված ձայնագրությունները, որ լսում եք, մենք չունենք որևէ դեպք, որտեղ առանց դատարանի թույլտվության հակակոռուպցիոն կոմիտեն կամ որևէ այլ իրավապահ մարմին իրականացրել է գաղտնալսում։ Սա ամբողջական process է, որպեսզի պատկերացում կազմենք։ Եվ կներեք այն ուժերին, որոնց վերագրվում այդ ձայնագրությունները, նրանց առաջնորդները որևէ կարգավիճակ ունեն, որևէ կերպ իրենց հարցաքննության կանչելու կամ ընդհանրապես իրենք ներգրավված են այդ գործերում, թե ոչ։ Մակուժը Հայաստանի հետ կապված կներեք բազմաթիվ ձայնագրություններ հրապարակվել, Նարեկ Կարապետյանը կամ Սամվել Կարապետյանը հրավիրվել են, թե ոչ։ Տեսեք, դա ըստ էության առանձին քերական վարույթներով պատասխանելու հարց է, մենք պետք է ուսումնասիրենք տվյալ քերական վարույթը եւ տեսնենք, թե ինչ ապացույցներ ունենք այդ վարույթով։ Եթե մենք ունենք ապացույցներ որևէ X քաղաքական ուժի ղեկավարության մասով, ապա բնականաբար այդ մասով կսկսվեն քերաիրավական գործընթացներ եւ կգնան քերական հետապնդումների եւ ես այս պահին չեմ կարող ձեր հարցադրման պատասխանել, քանի որ քերական վարույթների մեծ մասը գտնվում է նախաքննության փուլում եւ մենք գործ ունենք նախնական քննության գաղտնիության հրապարակման հետ եւ հետեւաբար եթե առաջիկայում process-ներ սկսեն, բնականաբար մինչ այս պահը մենք աշխատել ենք թափանցիկ, բարբերաբար մամլո հաղորդագրությունների հաշվետվություն ենք ներկայացրել հանրությանը մեր Facebook-յան կայքի միջոցով եւ առաջիկայում եւս եթե ունենանք նոր զարգացումներ, հանրությունը բարբերաբար դրա մասին կիրազեկվի։ Պարոն Ապետյան, բայց հակակոռուպցիոն կոմիտեի մոտ հարց չի առաջանում երբեմն նաեւ Հայաստանի քաղաքացիներին հայհոյանքներով ուղեկցվող խոսացողները ում փողերն են բաժանում, դրա հետքերով գնում եք, թե ոչ։ Բնականաբար ցանկացած քերական վարույթով քննության առարկա է դառնալու նաեւ այն հարցը, թե այդ ֆինանսավորումը որտեղից է ստացվել եւ այդ ուղղությամբ մենք ունենք մի շարք գործողություններ, որոնք կատարել ենք եւ շարունակում ենք կատարել եւ հուսամ մենք այս մասով եւս կունենանք նոր բացահայտումներ եւ նոր տվյալներ, որոնք կհանրայնացվեն։ Պարոն Նահապետյան, ընտրական process-ի ընթացքում բազմաթիվ ահազանգեր հնչեցրին ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, օրինակ Արման Թաթոյանը ձայնագրություններ հրապարակում, որտեղ քաղաքացիներին հանրահավաքի եւ այլնի մասնակցության կոչեր էր արվում եւ այլն, եւ ինքը պնդում էր, որ այնտեղ հարկադրանքի տարեր կան։ Արդյոք ուսումնասիրվել են այս ահազանգերը, եթե ուսումնասիրվել են, ինչ եք պարզել։ Ես ձեզ խնդրում եմ, որ նկատի ունենաք հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվում է միայն կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների բացահայտման եւ քննությամբ։ Ձեր նշած դեպքը ըստ էության չի համարվում կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործություն։ Ես կարող եմ թվարկել, թե որոնք են այդ հանցագործությունները, որոնցով զբաղվում է հակակոռուպցիոն կոմիտեն, դա ընտրակաշարք տալ, ստանալ, ընտրակաշարքի միջնորդություն, բարեգործության արգելքի խախտման դեպքեր եւ վարչական ռեսուրսի հետ կապված կիրառման հետ կապված պատասխանատվության միջոցները նախատեսված են վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում եւ որոշակի
քերաիրավական արձագանքի հետ կապված դա արդեն քննչական կոմիտեի իրավասության տիրույթում է, ոչ։ Ժողովուրդ չեմ լսում, խնդրում։ Հանրահայտ ռեժիմով այդ բացահայտումները ընտրակաշառքների վերաբերյալ Հայաստան ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները չեն ընդունում, իսկ եղել է դեպք օրինակ դիմեն, որպեսզի իրենք իրենց էքսպերտիզան անցկացնեն եւ օրինակ ճիշտ չլինի, այդպիսի դեպք եղել է։ Ես ընդհանրական ձեր հարցին պատասխանելով ասեմ, որ ունենք շուրջ 115 քերական վարույթ նախորդ օրվա դրությամբ եմ ասում, քանի որ ամեն օր այդ վարույթները ավելանում են։ Մենք ունենք 115 քերական վարույթ, այդ 115 քերական վարույթով հարցաքննվել են հարյուրավոր անձինք եւ որևէ անձ չունենք, ով հարցաքննության ընթացքում հերկած լինի եւ տվյալներ տրամադրած լինի, որ ձայնագրությունը կեղծված է, այդ խոսակցության հեղինակը ես չեմ կամ պահանջի, որ նշանակվի փորձաքննություն։ Նման որևէ տվյալ, որևէ վարույթով մենք չունենք։ Մոնտաժված է, իրենց խոսքը, այդպեսի բան չեն ասել, ընդունել են, բայց ասել են, հա, մոնտաժված է իրենց խոսքը։ Մոնտաժված ասելով ի՞նչ նկատի ունեք։ Նկատի ունեք մի բան վերցրել եք, գծրել եք մի բառը, մոնտաժ։ Ես ասել է ապարծող փոխտուր միտեղ ասել է ընտրություններ բերե հավաքել եք, դա է մոնտաժված։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ձայնագրություն չկա, որևէ հրապարակված ձայնագրության որևէ կտոր չկա, որը կոնտեքստից կտրված լինի, այսինքն հրապարակվել են ձայնագրությունների այն հատվածները ամբողջական, որը վերաբերելի է եղել որևէ քաղաքական ուժի, այսինքն տվյալները պարունակում, որ ինքը պատկանում է այս կամ այն քաղաքական ուժին եւ խոսակցությունը վերաբերվել է կոնկրետ ընտրակաշառքին։ Այսինքն մենք այդ ամեն ինչը ներողություն եմ խնդրում, մենք այդ ամեն ինչը վաղը մյուսօր բնականաբար ներկայացնելու ենք նաև դատարան։ Մենք ունենք ավարտված քերական վարույթներ, 14 քերական վարույթ 54 անձի վերաբերյալ արդեն իսկ ավարտվել եւ մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան։ Եվ վաղը մյուսօր դուք մեր հանրությունը գնալու են դատարանում եւ անձամբ ցանոթանան այդ ձայնագրությունների բովանդակությունը։ Հասկացանք, ինչ ժամանակամիջոցում է ձայնագրությունները հայտնել ձեր ձեռքին եւ ինչու է միայն վերջին նախընտրական քարոզարշավի շրջանում դրանք արդյոք միայն այդ ժամանակաշրջանում եք դուք վարել։ Շատ լավ, տեսեք։ Ժամանակ տեմպ ստացավ այդ։ Շատ լավ, պատասխանեմ ձեր հարցին։ Մենք իմ հրամանով ստեղծել ենք օպերատիվ շտաբ եւ օպերատիվ շտաբի մասին Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական էջում նաև նշված է, թե երբ է ստեղծվել, եթե չեմ սխալվում, դեռևս փետրվար ամսին, բայց օպերատիվ աշխատանքը իրենից ենթադրում է բազմատեսակ միջոցառումների, նաև տևական ժամանակ կատարվող միջոցառումների արդյունք։ Այս ձայնագրությունները, որոնք դուք հիմա լսում եք, դրանք կատարվել են մի դեպքում 1 ամիս առաջ, մյուս դեպքում 1 օր առաջ կամ մի քանի ամիս առաջ եւ դրանք ըստ էության որևէ էական նշանակություն չունեն, քանի որ նախաքննական մարմինը երբ է դրանք հրապարակում, երբ որ արդեն իրականացնում է բացահայտ գործողություններ, այսինքն եթե մինչ այս պահը Հակակոռուպցիոն կոմիտեն կամ այլ իրավապահ մարմին գործել է գաղտնի որևէ արտահոսքը բացառելու համար, որ որևէ անձ որևէ տեղեկություն չունենա, այն պահից սկսած երբ արդեն իրականացում են բացահայտ գործողություններ, այսինքն իրականացում են խուզարկություն, իրականացում են հարցաքննություններ, դրանք արդեն հայտնի են այն շրջանակին, ովքեր ներգրավված են այդ վարույթի մեջ։ Այդ փուլից սկսած նոր հրապարակում է իրականացվում ու մանրամասն ձայնագրությունները ներկայացնում։ Աշխող ուժի նկատմամբ գաղտնալսումներ իրականացվել է թե ոչ, որովհետև տևական ժամանակ է խոսում է, որ վարչական ռեսուրս է կիրառվում, ուղղորդումներ են իրականացվում, որպեսզի նրանք դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ գնան հավաքների մասնակցեն եւ տարբեր կասկածանքներ կա նաեւ իշխող թիմի նկատմամբ։ Արդյոք այդ գաղտնալսումներն եւ իրենց նկատմամբ իրականացվում։ Գիտեք ինչ էր կբացատրի։ Հարգելի լրագրող, ես ձեր հարցին արդեն մեր նախորդ հարցադրման շրջանակներում պատասխանեցի, որ վարչական ռեսուրսի հետ կապված գործառույթների իրականացումը չի մտնում Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորությունների մեջ։ Ձեր մյուս հարցադրմանն էլ եմ ըստ էության պատասխանել այն շրջանակում, որ մեր գաղտնալսման հիմքը դա օպերատիվ աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն են, որ այս կամ այն քաղաքացին կամ այս կամ այն ուժը բաժանում է ընտրակաշառք կամ ստանում է որևէ քաղաքացի ընտրակաշառք, այդ շրջանակներում է հիմքը սկսվում, որը հետագայում դառնում են արդեն գաղտնի ծառումներ։ Իսկ ներողություն եմ խնդրում, ունեք որևէ տեղեկություն ունեք, մենք հիմնականում գիտեք, որ ուժերի հետ կապված ենք ընտրակաշառքի սխեմաներ բացահայտել, իսկ ձեր մոտ հարց չի առաջանում, բա ինչի այս դեպքում մյուս 15 ուժերի կամ չգիտեմ 16 ուժերի հետ կապված որևէ
բացահայտում չունենք, որտեղ դուք ինքներդ չեք ստանում նաև այդ տվյալները։ Կասեք, որ ուժերն էին ի վերջո այդ ընտրակաշարքի բացահայտումները։ Ուժեղ Հայաստան։ Երեք ուժերի մասին է խոսքը՝ Ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան եւ Հայաստան Դաշինք կուսակցություններից։ Եվ այդ ձայնագրությունները, որոնք հրապարակվում են, հաճախ այդ ձայնագրությունների մեջ կային խոսակցություններ, որոնք ամեն դեպքում հասկանալի չի, թե դա գործի համատեքստում ինչ նշանակություն ունի, օրինակ ինչ որ մեկի շալվարի շուրջ քննարկումը, ինչ որ այս կենցաղային զրույցները հրապարակելու նպատակահարմարությունը ինչու՞մն է կապված ինչ որ դիտակավորումներ։ Դա ինչով է դա։ Ես ճիշտ ասած չկա որևէ ձայնագրություն ու տեսագրություն, որտեղ որևէ հատված լինի, որը վարույթի հետ առնչություն չունենա։ Դրանք հրապարակվել են, որպեսզի հանրության մոտ որևէ կասկած չառաջանա, որ խոսքը այս կամ այն քաղաքական ուժի մասով է եւ խոսքը ընտրակաշարքի միջոցով ստացված գումարի տնօրինման կամ հավաքներին գումարով ներգրավման մասին է, այսինքն որևէ ձայնագրության հատված, որ դուք լսում եք, խնդրում եմ ամբողջությամբ մեջ լսել եւ կհասկանաք, որ այստեղ այդ ձեր նշած կտորները իրականում էական ազդեցություն ունեն, որովհետեւ մենք հանցակազմը կնահատենք։ Ընդհանուր ինչքան կաշառք է բաժանվել ձեր կարծիքով ընդհանուր ուժերին, որ ձեր կոմիտեում կա գործ, ընդհանուր դու կարող եք որոշակի թիվ ասել, որքան կաշառք է բաժանվել այս ընթացքում։ Այս բան հատուկ վիճակագրություն այդ մասով չենք վարել, հավանաբար երբ որ առաջիկայում մենք մեր բացահայտումները ավարտենք, այդ ժամանակ կամփոփենք եւ կունենանք որոշակի թվային տվյալներ, որոնք մանրամասն կներկայացվի հանրությանը։ Պարոն Հապետյան, կներեք, դուք մի տեսանյութ էր հրապարակել ձեր ծառայությունը, որտեղ նշում էիք, որ այլ պետությունից եկած անձը, ընտրակաշառքով եկած անձը ձերբակալվել է, թե կալանավորվել է, բայց պետության անունը չէիք ասում, որ երկրից էր եկել։ Եթե չեմ սխալվում, պետության անունը շեշտվել է հաղորդագրության մեջ, բայց կարող եմ ասել Ռուսաստանի Դաշնությունը եկել է։ Եվ ով էր ուղղորդել իրեն, ձեզ համար դա պարզ է։ Քննություն ենք անում, այդ քերական վարույթով նախաքննությունը դեռևս չի ավարտվել եւ առաջիկայում երբ որ ավարտի նորից կիրազեկենք ձեզ։ Բանել ճշտեմ, Տիգրան Ավինյանը նախընտրական շրջանում ֆոտոխցիկ նվիրեց մանկատան սաներից մեկին եւ դա դիտարկվեց որպես բարեգործության արգելքի այդ բանի կարգի խախտում եւ զուգահեռներ տարվեց Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Գոհար Գոմաշյանի, ով ավելի վաղ հերոստացույց էր խոստացել նվիրել, ինչպես ստացվեց, որ այն դեպքում նա խոսք էր տվել հերոստացույցը չհասցրեց նվիրել գործը հարուցվեց, բայց քաղաքական իշխող ուժի ներկայացուցիչը ֆոտոխցիկը նվիրեց եւ վարույթ չհարուցվեց։ Գիտեք ինչ, այս ծեր նշած դեպքի մասով ես կարող եմ նաև համեմատական իրականացնել զուգահեռներ տանել նաև Թալինի համայնքի ղեկավարի Տավրոս Սապյանի դեպքի մասով, որպեսզի նաև հաջորդ հարցադրումը այդ մասով չհնչի։ Տարբերակումը հետևյալն է, երբ որ մենք գործ ունենք տեղական ինքնակառավարման մարմնի օրենքով նախատեսված գործառույթների իրականացման հետ, այդտեղ ու նաև համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ իրականացված գործառույթների իրականացման, այդտեղ խոսք չի կարող լինել բարեգործության մասին առհասարակ եւ առավել եւս բարեգործության արգելքի օրենսդրական խախտման հետ, որտեղ մենք դիտարկում ենք, որ այդ գործառույթները կամ այդ նվիրատվությունը, որը իրականացվել է, դա իրականացվել է ոչ թե որպես կուսակցության անդամ, ոչ թե որպես քաղաքական ուժի անդամ, այլ որպես պաշտոնյա, ով օրենքով սահմանված կարգով համապատասխան լիազորությունների շրջանակում ունի որոշակի գործառույթներ։ Օրենքով բարեգործական հիմնադրամի մասով հստակ արգելքներ կան, եթե քաղաքական ուժը մասնակցում է ընտրություններին, ապա բարեգործությամբ զբաղվելու իրավունք չունի, չի վերաբերվում ըստ մեր Հապետյան, հաշվի առնելով, որ վարչապետը օրը մի քանի հայտարարությամբ իրավապահներին հրահանգներ է իջեցնում, թե ինչպես վարվել, գուցե կաշկանդված եք անդրադառնալ իշխանական։ Իսկ դուք այդ հարցադրումը տալուց ինչի չեք ասում, որ օրինակ նախկինում մենք ունեցել ենք դեպքեր, երբ որ նույն բարեգործության արգելքի խախտման հատկանիշներով քերական վարույթ ենք նախաձեռնել քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամի նկատմամբ, կիրառել ենք անազատության հետ կապված խափահարմիջոց եւ վարույթ ուղարկել ենք դատարան, կարող եք դատարանում ծանոթանալ։ Շաբաթի դեպքը նշանակում եք, բայց դա շատ ակնհայտ է, այդտեղ ոչ մի ձև բան չի։ Հիմա ես էլ բացատրում եմ ձեր հարցադրման այդ մի օրինակով դուք ուզում եք մի օրինակով եւ նաեւ կթողնեք պատասխանեմ հարցադրմանը, եթե ասեք։ Նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի մոտեցումն է, որ նաեւ իրավական առումով
օրենսդրությունից բխող բանալիքն է, որ եթե խոսքը վերաբերում է պաշտոնյային, ով իր պաշտոնական գործառույթներն է իրականացնում, այդ մասով մենք չենք կարող ասել, որ կա բարեգործության արգելքի խախտում։ Հակառակ մեկնաբանման պարագայում ցանկացած պաշտոնյայի գործառույթ մենք դիտարկելու ենք բարեգործության արգելքի խախտման տակ, քանի որ ինքը ամենօրյա ռեժիմով իրականացնում է իր լիազորությունները, որոնք ուղղված են համայնքի շահերին եւ որ Փաշինյանի հայտարարությունները պարբերաբար իրավապահներին ուղղված։ Ինչպես եք վերաբերում այդ հայտարարություններին, դա առհասարակ չի կաշկանդում ձեզ աշխատել անկախ ազատ գործել։ Օրինակ, երբ Ինչ հայտարարության մասին է խոսքը։ Ունես զրկելու են, բոմժ եմ դարձնելու այս երեք ուժերին։ Արդյոք սա արդեն ուղղորդում չի ձեզ, որպեսզի դու գնաք այդ երեք ուժերին։ իրավապահների իմաստով որևէ ուղղորդում ես չեմ նկատել։ Այդ բոլոր ընտրակաշառատունները պետք է պատվեն եւ նույնիսկ ժամկետեր նշում, թե ինչքան պետք է նստեն բանտում։ Ես քաղաքական հայտարարությունների հետ կապված մեկնաբանություն այս պահին չի նախ ինձ չի կարող կաշկանդվել նաև այն մասով, որ ես դատավորը չեմ եւ ես չեմ կարող որոշել թե որ մեղադրյալը ինչ ժամկետով պետք է պատիժ կրի։ Այդ մասով առնվազն ես կաշկանդված չեմ։ Բայց քրեական գործը հարուցելու եւ գործի հիմնավորումներ գտնելու մասը ձեր տիրույթում է։ Մեր պարտականությունն է հանցագործության դեպք հայտնաբերել, այդ դեպքերով կատարել նախաքննություն եւ ապացույցներ հավաքել կամ մեղավորության կամ անմեղության վերաբերյալ։ Եվ դա մեր գործառույթն է, որը մենք իրականացնում ենք։ Այսպես ասած գործի կամ մահակ նախընտրական շրջանում ընտրությունների ժամանակ իշխանության համար։ Այսինքն դուք ստացվում է դուք մահակ եք դարձել ընդդիմադիրներին ճնշելու, կաշառքներին ինչ-որ բացահայտելու նախընտրական հեմ բուն շրջան, որովհետև ես դրա համար ասեցի, որ շրջանում են բացահայտվել այդ ձայնագրությունը, որովհետև դուք նախընտրական շրջանում եք այդ ամեն ինչը իրականացել։ Ստացվում է դուք որպես կոմիտե կառույց մահակ եք դարձել ընդդիմության համար։ Մենք մահակ ենք հանցագործների համար։ Մենք որևէ ուժի, որևէ իշխանության ոչ քարոզությունն ենք անում, ոչ հակակարոզություն, մենք պայքարում ենք հանցագործությունների դեմ եւ ձեր հարցադրումը ըստ էության տեղին չի, որտեղ մենք ամեն հանցագործության դեպքով հրապարակել ենք ձայնագրություն եւ եթե լսեք ուշադիր այդ ձայնագրությունները կհասկանաք, որ որևէ քաղաքական ազդեցություն այդ դեպքերի բացահայտման առումով չկա, կա ընդամենը փաստական հիմնավորումներ, ձայնագրություններ, որոնք լսելու դեպքում որևէ անկողմնակալ դիտորդի մոտ որևէ այլ կասկած չի կարող առաջանալ։ Նախապետյան մի հաց տամ էլի 1986 մի հաց տամ էլի բյուջեով նախատեսված չէր ընդհանրապես 26 թվականին թոշակների բարձրացում եւ նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանը թոշակները բարձրացրեց։ Արդյոք դա ընտրակաշառքի դիտարկում, ընտրակաշառք դիտարկել որպես այս հարցադրումը առասարակ դուրս գա օրակարգից, ես կպատասխանեմ, որ ընտրակաշառքը որպես այդպիսին, որպես քերաիրավական տերմին, դա այն է, երբ որ ընտրողին կոնկրետ գումար են տալիս պայմանով, որ ինքը գնա ընտրության ու քվեարկի այս կամ այն կուսակցության օգտին։ Հիմա եթե թոշակների համատարած բարձրացում է լինում, այդ դեպքում պայմանը որտեղ է, որ քաղաքացին պետք է գնա ընտրության ու քվեարկի այս կամ այն կուսակցության օգտին։ Այսինքն նման պայման, եթե դուք ունեք հիմնավորած կամ ունեք տվյալ, ներկայացրեք այդ տվյալը։ Ուժեղ Հայաստանի ձայնագրությունները, որ հրապարակում են, ամեն դեպքում այդ ցուցմունքներից կարող եք հիմա ասել, օրինակ իրենք ասում եմ, թե ամենաբարձր օղակը, որից այդ ընտրակաշառք բաժանելու process-ը կազմակերպվել է, ուր է միջև հասնում եւ այդ հրահանգները որտեղից են իջեցված եղել։ Օրինակ Սամվել Կարապետյանի, Նարեկ Կարապետյանի անունները հնչեցվել են որպես այդ ամբողջ process-ը համակարգողներ։ Այդ հարցին արդեն իսկ պատասխանեցի, մենք մեծ մասով քերական վարույթներով իրականացնում ենք քննություն, շատ դեպքերում նաև հրապարակել ենք կոնկրետ նաև տվյալներ, թե այդ ընտրակաշառքի սխեման ֆինանսավորման առումով մինչև ուր է բարձրացել եւ ում նկատմամբ ենք նաև միջնորդել, որպեսզի հետապնդումներ հարուցվեն կամ կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմեն մեր գործընկերները, որպեսզի անձեռնմխելիության հարց քննարկվի։ Դրանք պարբերաբար ամենօրյա ռեժիմով ոչ միայն ամենօրյա ռեժիմով դրանց մասին պարբերաբար հաղորդագրություններ եւ մամլո հրապարակումներ ըստ էության տեղում են։ Դավիթ Ղազենյանի հետ կապված Ղազենյանն ասում է, եթե ընտրակաշառքի դեպք իրեն վերագրում եք, ասում են ամենը հավաքարարի խոսակցությունն է մոնտաժված, ներկայացված։ Այսինքն ինչու օրինակ Ղազենյանի հետ կապված որևէ ձայնագրություն չկար։
հավաքարար, ասում ընդամենը շտաբի հավաքարարի խոսակցություն է հրապարակել հակակոռուպցիոն կոմիտեը։ Իսկ ըստ ձեզ քերական հետապնդման կամ ապացույցների համար պարտադիր է, որ այն անձի խոսակցությունները լինեն, ում նկատմամբ հետապնդումը հարուցում է, բնականաբար ոչ, ու բազմաթիվ վարույթներ ունենք, երբ որ անձանց ենթադրյալ հանցագործությունը հիմնավորել ենք այլ ապացույցներով եւ ոչ թե տվյալ անձի ձայնագրությամբ կամ խոսակցությամբ։ Նույն իրավիճակը այստեղ ունենք ու մենք գտնելով, որ ունենք ապացույցների բավարար համակցություն, համապատասխան միջնորդությամբ դիմել ենք դատախազությանը, որպեսզի դատախազությունը իր հերթին դիմի կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ ես որքան տեղյակ եմ այդ դիմումը ներկայացվել է կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Եվ իմ քայլ հիմնադրամի հետ կապված ուսումնասիրություններն ինչ եղավ, վարույթը հարուցելու հիմքեր գտաք թե ոչ։ Ոչ, ուսումնասիրությունների արդյունքում քերական օրենքով նախատեսված որևէ հանցագործության հանցակազմի հատկանիշներ չեն հայտարարվել։ Որովհետեւ վարչապետի հետ փոխկապակցված դրա համար։ Դա հիմք է հանդիսացել ձեզ համար։ Չեմ լսում ձեզ։ Ասում եմ, որովհետեւ հիմքեր չգտաք, որովհետեւ վարչապետի դա ձեր գնահատականն է, ես իրավական առումով ասում եմ, որ իրավական առումով հիմքեր չունենք, որպեսզի մենք որևէ դեպքի առումով նախաձեռնենք քերական վարույթ։ Հայտնի դառնալուց հետո Եվ վերջին հարցը խնդրում եմ, եթե ունեք Չի ասոցացում իմ քայլի հետ։ Դուք եք այդ կարծիքը կիսում։ Եթե անգամ ասոցացում է, ես եթե անգամ ասում եմ, եթե անգամ ասոցացում է, դա իրենից ենթադրում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված զանցանք եւ չի գտնվում հակակոռուպցիոն կոմիտեի իրավասության տիրույթում եւ բնականաբար այդ ասոցացման հանգամանքը հաշվի առնելով, եթե չեմ սխալվում, իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունը դիմել է դատարան, այսինքն հակակոռուպցիոն կոմիտեի իրավասությանը վերաբերելի հարց այստեղ չունենք իմ քայլի հիմնադրամի հետ կապված, որտեղ մեր քերական օրենսգիրքը հստակ տարանջատում է, թե որ սուբյեկտներին է վերաբերվում բարեգործության արգելքի խախտման հանցակազմի առկայությունը եւ հիմնադրամի այս քննարկող դեպքում իմ քայլի հիմնադրամի մասով այդ հանցակազմի առնվազն սուբյեկտի մասով հատկանիշները չունենք։ Շնորհակալություն եւ վերջին հարցը խնդրում եմ։ Դուք որքան էլ ասում եք աշխատված չեք, ամեն դեպքում ամբիոնից Փաշինյանը հրահանգել է, որ պետք է ունեզրկվեն 3 Այդ հարցին արդեն ես պատասխանեցի, խնդրում եմ։ Ընտրակաշարքի մասով եք պատասխանել, ես այլ հարց եմ տալիս, ասում որ հրահանգ է հնչեցվել, որ նրանք պետք է ունեզրկվեն, ոմբ դառնան եւ այլն նման ձևակերպումներ։ Մենք կարող ենք ենթադրել, որ առաջիկայում գործողություններ են սպասվում։ Մենք կարող ենք ենթադրել, որ առաջիկայում մենք գործողություններ կիրականացնենք ընտրական բնույթի հանցագործություններով, կունենանք նոր բացահայտումներ առանց որևէ հրահանգի, զուտ իրավական պրոցեսներով եւ հակակոռուպցիոն կոմիտեի կամ այլ իրավապահ մարմինների բացահայտումներով եւ դրան ականատես կլինենք։ Որևէ քաղաքական հրահանգ ուղղորդում չի կարող ազդել մեր գործողությունների ու մեր միջոցառումների վրա։ Շնորհակալություն։ Որ եկաք, պարոն Նահապետ։